Հարգելի հայրենակիցներ, սիրելի ժողովուրդ, ողջունում եմ ձեզ բոլորից, շատ ուրախ եմ տեսնել ձեզ այստեղ։ Ես առաջարկում եմ, որպեսզի սադրանքներին մենք չտրվենք, որովհետև Նիկոլ Փաշինյանի սարսափն է մեր միասնականությունը։ Հետևաբար ինքը ամեն ինչ անելու է, որպեսզի մեզ պարապի, ամեն ինչ անելու է սադրանքների միջոցով, որպեսզի մեր այս խաղաղ հավաքը օրենքի շրջանակներից դուրս գա, մենք իրեն այդ հնարավորությունը չենք տալու։ Իշտայիդ քացավ Նիկոլ Փաշինյան։ Հարգելի հայրենակիցներ, ես ձեզ եկել եմ ուղերձ փոխանցելու Երևան կենտրոն քրեակատարողական հիմնարկից։ Փաստաբանի միջոցով ձեզ իր ողջույններն է ուղարկել Մայր Հայաստան կուսակցության նախագահ Նիկոլ Փաշինյանի ապօրինի հրահանգով այս պահին կալանավորված Անդրանիկ Թևանյանը։ Նա նաև ձեզ միասնականության կոչ է անում, սիրելի ժողովուրդ, եւ ես առաջարկում եմ, որպեսզի մենք մեր ծափողջուններով մեր աջակցությունը հայտնենք բոլոր քաղբանտարկյալներին։ Ազատություն! Հարգելի հայրենակիցներ, Նիկոլ Փաշինյանը խախտել է նաև իր ևս մեկ խոստում և անցել է ստախոսության ևս մեկ կարմիր գիծ, որովհետև այս պահին համաձայն իր հայտարարությունների իր ձեռքերը կտրված պետք է լինեին։ Ինքը խոստացել էր, որ եթե անգամ մեկ քվե կեղծվի, գողացվի կամ խախտվի, իր երկու ձեռքերը կկտրի։ Դուք տեղեկություն ունեք Նիկոլ Փաշինյանի ձեռքերը կտրված են, թե ոչ։ Կարծես թե ոչ։ Իհարկե մենք բռնությանը դեմ ենք։ Մենք չենք ուզում, որ իր ձեռքերը կտրվի։ Մենք ուզում ենք, որպեսզի ինքը օրինականության առաջ պատասխան տա եւ Երևան կենտրոն քրեակատարողական հիմնարկում հենց ինքը գտնվի։ Այս ընթացքում Ստալինյան ռեժիմին համահունչ ինչ բռնաճնշում, բռնություն, ինչ ասես արեցին։ Դեռևս ընտրություններից առաջ, դեռևս նախընտրական փուլից առաջ սկսեցին այդ ռեպրեսիաները, էլ ավելի ճնշումը մեծացրեցին ընտրությունների օրը, քվեարկությունից ընդամենը 2 շաբաթ առաջ ապօրինի շինծու հոդվածով կալանավորեցին Անդրանիկ Թևանյանին, այս վերջերս են մեր տուն էին եկել, խոզարկություն էին իրականացնում, հետո քննչական կոմիտե կանչեցին եւ ես չգիտեմ, օրինակ, այստեղ մարդ կա, ում նկատմամբ ապօրինի քրեական գործ հարուցված չլինի կամ քննչական կոմիտե կանչած չլիներ։ Եթե չկանեն, ապա, ինչպես ասում են, հերթով, շարքով, եթե մենք թույլ տանք, Նիկոլ Փաշինյանը էլ ավելի է նկատի անալու եւ շարունակելու է իր ռեպրեսիաները։ Հետևաբար մենք պետք է լինենք միասնական։ Եկել է կուսակցական շահերը մի կողմ դնելու ժամանակը։ Եկել է անձնական շահերը մի կողմ դնելու ժամանակը։ Եկել է հայրենիքի համար միասնական պայքարելու ժամանակը։ Եվ մենք միասնական ուժերով պիտի թույլ չտանք, որ մեզանից հայրենիք գողացածը նաև մեր քվեն գողանա։ Հետևաբար